Բարի երեկո սիրելի ֆուտբոլ ասերներ, խաղային շաբաթը կարծես թե մեզ մոտենում է ավարտին եւ վերջին օրն է խաղային շաբաթվա մեկնարկել, որտեղ հիմա տեսնում ենք առաջին հանդիպումն է այսօրվա մեկնարկել, միմյանց հետ մրցում են Երևանը եւ Մարսելը, երկու հավասար թիմեր կարելի ասել մրցում են դիվիզիոնի առաջին տուրում իրենց առաջին խաղում միմյանց հետ հիմա տեսնում ենք Հորդառատ Անձրև է տեղի ունենում մեզ մոտ, թիմերը մեկնարկել են հանդիպումը, անցնեմ թիմերի հայտարարություններին, Երևանի դարպասը պաշտպանում է համար 96 Էմին Պիրոյանը, համար 2 Արեն Վխկրյան, նա թիմի ավագն է, համար 6 Արթուր Քոչարյան, համար 7 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 19 Կարապետ Սահարազյան, համար 22 Վահե Հակոբյան, համար 45 Սպարտակ Հարությունյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Մարսելի դարպասը պաշտպանում է համար 1 Անդրանիկ Հայրոյանը, համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան, համար 10 Մոս Զանյան, թիմի ավագ համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 16 Հարութ Գրիգորյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 22 Դավիթ Ջուլակյան, համար 26 թիմի նորեկ Վահագն Ակուլյան եւ համար 88 Արա Ակոբյան։ Հիմա առաջին անկյունային էին վաստակել այս խաղի Մարսելի տղաները։ Երկար փոխանցումը չստացվեց այստեղ Հայրոյանին։ Ակուլյանն է հիմա գնդակով ձախեզրում է լավ անցում, տեսանք Ակուլյան հարվածել է պետք, բայց փոխանցեց ձախեզր Վահագն Ակուլյանը, լավ է նկատել թիմակցին այնտեղ, բայց փոխանցումը ի վերջո չստացվեց Վահագն Ակուլյանի։ Տեսնենք այսօր իր Անդրանիկ խաղում ինչպես մեզ կզարմացնի Վահագն Ակուլյանը։ Նորից Մարսելն է փորձում գրող կառուցել։ Երևանի կիսադաշտում է այս պայն Մարսելը, լավ անցումներ հիմա Մարսելի խաղացողի կողմից։ Դեռ փոխանցում Զանյանին, բայց չի հասնում այս գնդակին Զանյանը, բայց թիմակից տպահում է։ Խաղադաշտում գնդակը Հայրոյանն է պայքարում։ Նայ Երևանի գրող չստացվեց։ Նշեմ, երկու թիմերն էլ Winter Cup-ում դուրս մնացին խմբային փուլի պայքարից եւ հիմա արդեն նոր մրցաշար, նոր մեկնարկ։ Այս մրցաշարում տեսնենք նրանք այս մրցաշարում ինչպես իրենց խաղերը անցկացնեն։ Տեսնում ենք Հորդառատ Անձրևը վերջի դադարում մեզ մոտ փոքր դժվար է թիմերի համար փոխանցումներ կատարել, հոտացածքը թաց է։ Նորից Վահագն Ակուլյանն է գնդակով, փոխանցեց Հայրոյանին, Ակուլյան լավ համագործակցություն, բայց այստեղ փոքր լավ չկասեցրեց գնդակը, Ակուլյանը Հայրոյան բացված է հաշիվը 1-0, Վահագն Ակուլյանը ասիստ եղինակ է դառնում, իսկ գոլ եղինակ դարձավ Գևորգ Հայրոյանը։ Հինգերորդ րոպե Գևորգ Հայրոյան հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ, կարողացավ հրաշալի գրող կազմակերպել Մարսելը, երկու խաղացողներ Մարսելից Վահագն Ակուլյանը եւ Գևորգ Հայրոյանը հրաշալի համագործակցեցին միմյանց հետ եւ կարողացավ Մարսելը ի վերջո հենց 5-րդ րոպեին հաշիվը բացել, հիմա տեսնենք այս գոլից հետո ինչպես կպատասխանեն Երևանի տղաները։
նորից չստացվեց Երևանի մոտ կազմակերպել Հայրոյան Հայրոյանը գնդակը, բայց սխալվում է այստեղ փոխանցում կատարելիս հարված փրկում է իր թիմին հիմա Մարսելի դարպասապա Անդրանիկ Հայրոյանը հարված կատարեց այնտեղ Վայե Հակոբյանը եւ որ Հայրոյանը սխալվեց փոխանցելիս բայց գեղեցիկ սեյվ կատարեց Անդրանիկ Հայրոյանը հիմա էլ Մարսելն էր անցել գրոյի Զանյանի փոխանցում այնտեղ անհաջող էր նորից տեսնում ենք Հայրոյանը սխալվեց փոխանցում կատարելիս Հակոբյան գնդակով է Հակոբյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Հակոբյանն է հիմա գնդակը վերցրել լավ նկատեց թիմակցին հրաշալի խաղարկումներ բայց այստեղ Կարապետյանն է լավ գործում պաշտպանությունում տեսնում ենք այնքան թաց է խոտացածը որ երկու թիմերի խաղացողներն էլ դժվար են փոխանցում կատարում միմյանց հիմա անկյունային է վաստակել այստեղ Մարսելը բայց անհաջող էր Մարսելի ֆուտբոլիստի փոխանցումը եւ հարված կտեսնենք Պիրոյանի դարպասից Նույնը վայ կողմը Հարությունյանն է պայքարում հարված, բայց բարձր հարվածեց վերջո այստեղ Սպարտակ Հարությունյանը լավն էր Գերոյ Երևանի, բայց չստացվեց արդյունքի հասնել Նորից հերթական գրոներից մեկն է փորձում կազմակերպել այս խաղի խաղում Մարսելը Ակուլյանն է գնդակով, բայց փոխանցումը չստացվեց Վահագն Ակուլյանի այստեղ եւ խաղի կանոնների խախտում հիմա Հարությունյանի կողմից այստեղ հրաշալի նկատեց հիմա Նարեկ Իսկանդարյանը Զանյանին եւ հիմա տեսնենք Մաքուր գործեց ի վերջո Հայկ Կարապետյանը պաշտպանվելիս Հարությունյան թողնում է գնդակը թիմակցին Հիմա պահում է գնդակը Մոս Զանյանը, ձախկեզնում է Զանյան Արկեց Սարգսյանի հետ գնդակը, ուղարկեցին Ակուլյանին Ակուլյանի անցումը չստացվեց հիմա լավ գործեց այստեղ պաշտպանվելիս Սպարտակ Հարությունյանը բայց արագ վերադարձնում է Մարսելը գնդակը Ոքեն խաղարկում է Իսկանդարյանի հետ գնդակը լավն էր այստեղ խաղարկումները Մարսելի թողնում են գնդակը Սարգսյանի Սարգսյան հարված բարձր էր Սարգսյանի հարվածը 10 րոպե արդեն անցյալում է այս խաղից 1-0 հաշվով նշեմ որ Մարսելը հաղթում է այս պայն Երևանին գոլեղինակ է դարձել Մարսելի կազմում Գևորգ Հայրոյանը իսկ Փոխանցումը կատարել է Վահագն Ակուլյանը, նա իր անդրամիկ խաղում արդեն մեկ ասիստի հեղինակ է դարձել, հիմա տեսնում ենք Մարսելն է նորից գրում, Սարգիս Սարգսյան մտնում է Տուգանային հրապարակ, Սարգսյան փոխանցում, բայց
Բղկերյանն է նրա այդ պայքարում լավ հիմա պաշտպանությունում գործում եւ անկյունային նորից կտեսնենք Երևանի դարպասին։ Հանցում Տուգանային հրապարակ եւ Պիրոյանն է հիմա հեռացնում գնդակը եւ հիմա Հակոբյանը շատ բարձր է հարվածում այստեղ։ Հերթական գրողներից մեկը նորից չստացվեց Մարսելի։ Արագ վերադարձես գնդակը Մարսելը, Իսկանդարյանը արված շեղ է արվածում հիմա Նարեկ Իսկանդարյանը լավ հնարավորություն ուներ այնտեղ փոխանցում կատարելու Հիմակցին, բայց որոշեց ինքը եզրափակել այս գրողը։ Երևանն է փորձում գրող կազմակերպել, Բղկերյան կենտրոնում է Հիմակցին։ Արությունյան լավն է նկատեց Հակոբյանին այնտեղ, բայց Հակոբյանի անցումը հիմա չստացվեց, նորից Մարսելն է անցել գրողին, Նարեկ Իսկանդարյան Եվ հարված փրկում է Պիրոյանը իր թիմին ուղիղ վրան հարվածեց Պիրոյանը Նարեկ Իսկանդարյանը Հիմա կարող էր շքեղ գոլերինակ դառնալ այստեղ Մոզանյանը, բայց չստացվեց Ակրոբատ հնարքով հարվածը Մոզանյանի Տեսնում ենք, որ այս րոպեներին մի փոքր խաղի տեմպը ընկավ Արսելն է հիմա նորից գրում, Ակուլյան տեսնենք փոխանցումը փակված է Վագն Ակուլյանի, Սարգիս Սարգսյան և շեղ է Սարգիս Սարգսյանի հարվածը Այս պայն լավ հանդիպում է անցկացնում իր առաջին խաղում Վագն Ակուլյանը, տեսնենք ի վերջո այսօր ինչպես կօգնի իր թիմին Ակուլյանը, այստեղ տեսնում ենք լավ պաշտպանվեց իրենց կիսադաշտում Ակուլյանը Կարապետյանի փոխանցումը չստացվեց, նորից անցնում է Մարսելը գրոյի, Հակոբյանը արված ուղիղ Պիրոյանի վրա արվածեց Արա Հակոբյանը, հանգիստ վերցնում է գնդակը Պիրոյանը և սկսում իր թիմի գրո, Կարապետյան անցավ իր կիսադաշտից Երևանը, Բղկերյան կենտրոնում է փոխանցել է պետք, հիմա փոխանցեց Հարությունյանին, լավ նկատեց այնտեղ Հակոբյանին, Սպարտակ Հարությունյանը, Հարությունյան, բայց Հակոբյանը եկավ պաշտպանություն և
Խլեց գնդակը։ Ի վերջո Մարսելը այստեղ եզրային նետում է վաստակում։ Հարաշալի փոխանցեց այստեղ Հայրյանը, Զանյանին թողնում է գնդակը Զանյանը, Հակոբյանի նորից Զանյան հարված մի փոքր շտապեց այստեղ Մոզ Զանյանը, արդեն մտել էր Տուգանային հրապարակ եւ կարող էր գնդակը կասեցնել նոր հարվածել, բայց հարված կատարեց միանգամից հիմա նորից հարված Սարգսյանը, հարվածեց Կարապետյանը, փրկեց կարծես թե իր թիմին նորից հարվածում է Սարգիս Սարգսյանը եւ անդրադարձ եղավ պաշտպանից գնդակը անկյունային կտեսնենք Երևանի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, հարված վտանգավոր է նորից, հեռացնում են գնդակը պաշտպանները, մի փոքր առաջ վտանգավոր է հիմա Երևանի Տուգանայինների մատույցներին, հիմա էլ խանգարում են միմյանց Մարսելի ֆուտբոլիստները, բայց Հակուլյանը գնդակը իր մոտ հարված փակում է Վղկերյանը, հարվածի ճանապարհը Նա տեսնում ենք այս րոպեներին ճնշել է Մարսելը Երևանին եւ փորձում է երկրորդ գնդակը խփել այս խաղում Նորից չի կարողանում անցնել կիսադաշտից իր Երևանը, Հակոբյան, հարվածը չստացվեց հիմա էլ Արա Հակոբյանի Տեսնում ենք այս վերջին գրոները Մարսելի Փոխանցումները ստացվում են, բայց վերջին եզրափակումը մի փոքր այն չէ Պաուզատում ատոմատ Սարգսյանը հիմա պայեց գնդակը իր մոտ ի վերջո Խարկեց Մանուկյանի հետ Հակոբյանին ուղարկեց լավներ խաղարկումները Մարսելի և ի վերջո անկյունային է վաստակում այստեղ Մարսելը Սարգսյան փոխանցում Տուգանային հրապարակ չստացվեց այստեղ Թոմաս Դավթյանի հարվածը Մարսելը խլեց գնդակը Զանյան չկարողացավ ֆիքսել այստեղ գնդակը եւ հիմա էլ Երևանի ֆուտբոլիստներն են միմյանց խանգարում եւ կտեսնենք նորից անկյունային Երևանի դարպասին Նորից Սարգսյանն է գնդակի մոտ փոխանցում հեռացված է մի փոքր գնդակը Երկար փոխանցում հրաշալի նկատեց Սարգսյանին այստեղ եւ խաղայկանների խախտում ի վերջո Զանյանի կողմից Շատ արագ, բայց նորից կարծես թե վերադարձնում է գնդակը Մարսելը եւ նորից կտեսնենք անկյունային հարված Երևանի դարպասին նշեմ որ 5 րոպե մնաց Առաջին խաղակեսի ավարտին, այս պայն 1-0 հաշվով Մարսելը հաղթում է Երևանին Փոխանցում նորից Տուգանային հրապարակ, վտանգավոր կարող է լինել Վագն Ակուլյան Մենք այստեղ ինչ կմտածի Ակուլյան հրաշալի անցում և հարվածը փակում են հիմա Վագն Ակուլյանի
Բայց ի վերջո գնդակը նորից մնալու է Մարսելի մոտ։ Հայրյանը սկսեց իր թիմի գրով, լավ անցումներ հիմա Հայրյանի կողմից, Զանյանին թողեց գնդակը, Վահագն Ակուլյան, փոխանցում Տուգանային հրապարակ, Կարապետյանն է հեռացնում այստեղ, հիմա պայքարում է խլելու համար գնդակը Ակուլյանը, բայց չստացվեց, Հարությունյանը հիմա Երևանն է փորձում գրով կազմակերպել, բայց Ակուլյանը վերադարձավ պաշտպանություն եւ հրաշալի կերպով գնդակը խլեց Սպարտակ Հարությունյանի ոտքից։ Արդյան խաղարկում է Սարգսյանի հետ, կենտրոնում է Սարգսյանը, Սարգսյան տեսնենք լրաշալի անցում, հարված Սպիրոյանն է փրկում իր թիմին, հերվից փորձեց հարված կատարել Սարգիս Սարգսյանը, բայց ուղիղ դարպասապայի վրա հարվածեց և նորից անկյունային կտեսնենք Երևանի դարպասին։ Անցում բայց անհաջող էր այս փոխանցումը Սարգիս Սարգսյանին։ Նորից սխալվում են հիմա պաշտպանությունում Երևանի տղաները հարված փրկում է հիմա նորից Պիրոյանը, Զանյանը հարված հիմա ինչ սևեր է կատարում Պիրոյանը ինչպիսի հարվածներ Մարսելի կողմից, բայց Էմին Պիրոյանը ուղղակի շքեղ սևեր հիմա կատարեց այս մեկ դրվագում։ Բացվեք տղեկ, երեք կային են։ Երևանն է անցել գրոյի, տեսնենք ի վերջո կարողացավ։ Ոչ, հարված դարպասից կլինի։ Վերջին պահին հենց Երևանի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը, սկսում է նորից Մարսելը գրոել, Վահագն Ակուլյան, հրաշալի տեսավ այնտեղ Հայրոյանին, բայց չկարողացավ այստեղ ֆիքսել, եւ որ Հայրոյանը գնդակը լավ փոխանցեց այնտեղ Վահագն Ակուլյանը Հայրոյանին։ Ակուլյան լավ նկատեց Դավթյանին, փոխեց գրոյի եզրը, Սարգսյանն է հիմա գնդակով, հաշալի անցում, Սարգսյան մտնում է Տուգանային, բայց պաշտպանությունում հիմա լավ գործեց Արթուր Քոչարյանը և նորից անկյունային Երևանի դարպասին։ Փոխանցում հիմա Տուգանային հրապարակ, Կարապետյանն է հեռացնում գնդակը, շարունակվում է մնալ Մարսելի մոտ, հարված հիմա կարող էր գեղեցիկ գոլերինակ դառնալ Մարսելի ֆուտբոլիստը, բայց վերջին պահին անդրադարձ եղավ պաշտպանից գնդակը և շեղեց ուղղություն այս հարվածի, նորից անկյունային կտեսնենք, արագ խաղարկեցին այստեղ գնդակը, Ակուլյան փոխանցում, հեռացված է նորից գնդակը։ Եվ այստեղ էլ համբարձում Մանուկյանն է ապահովության համար հեռացնում գնդակը վտանգավոր գրոյից։ Եվ վեր, սիրելի բարեկամներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է, Մարսելը
1-0 հաշվով հաղթում է Երևանին, միակ գոլեղինակը դարձել է Գևորգ Հայրոյանը։ Հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Եվ հիմա գոլեղինակ է դառնումեց մեկնարկում Մոզանյանը, շքեղ գոլ գրանցվեց։ Այս խաղակեսում գոլեղինակ դարձավ Մոզանյանը 2-0։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկել է հենց առաջին վարկյաններին երկրորդ խաղակեսի Մոզանյանը շքեղ գոլեղինակ դարձավ եւ կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Վերջին գրոհում էլ կարող էր գոլեղինակ նորից դառնալ, նորից Զանյանն է գնդակով ինչ մեկնարկ է հիմա տվել։ Բարսելը նորից Մոզանյան դուբլ եղինակ է դառնում Մոզանյանը 1 րոպեում 2 գոլ գրանցվեց։ Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին Մոզանյան 3-0 հիմա տեսնում ենք հենց առաջին րոպեին երկրորդ խաղակեսի արդեն 3 գոլի առավելություն է ստացել Մարսելը Երևանի նկատմամբ, ինչպիսի մեկնարկ է տվել։ Երկրորդ խաղակեսում Մարսելը նորից Մարսելն է գրում, բայց Ակուլյանի անցումը այստեղ վերջին պահին չստացվեց։ Ընդմիջումից առաջ փորձում էին շատ դրվագներում չստացվեց գոլեղինակ դառնալ Մարսելին, բայց հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն 2 գոլ, 2-ն էլ Մոզանյանից։ Հիմա էլ անկյունային է վաստակել Մարսելը։ Սարգսյան փոխանցում, Զանյան նորից հարվածը չստացվեց Զանյանի, Զանյան հարված Բիրոյանն է փրկում նորից։ Ինչ է հիմա անում Մոզանյան այս խաղակեսում ուղղակի։ Առաջին խաղակեսում մի փոքր պասիվ էր, Մարսելի հարձակվողը չէր ստացվում նրա խաղը, բայց հիմա տեսնում ենք այլ պատկեր է այս խաղակեսում, 2 արդեն կպված գոլ նրա կողմից։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Երևանի դարպասը պաշտպանում է համար 96 Էմին Պիրոյանը, համար 2 Արեն Վխկերյան, համար 6 Արթուր Քոչարյան, համար 7 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 19 Կարապետ Սարաջյան, համար 22 Վայ Հակոբյան, համար 45 Սպարտակ Հարությունյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Մարսելի դարպասը պաշտպանում է համար 1 Անդրանիկ Հայրոյանը, համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան, համար 10 Մոզանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 16 Հարութ Գրիգորյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 22 Դավիթ Ջուլակյան, համար 26 Վահագն Ակուլյան եւ համար 88 Արա Ակոբյան։ Նորից տեսնում ենք Մարսելն է անցել գրոյի, Ակուլյան կենտրոնում է, տեղ լավ էր նկատեմ Մոզանյանին ուրանայինների մատույցներում, բայց պաշտպանը փակեց այդ փոխանցման ճանապարհը Վահագն Ակուլյանին։ Երևանի գրոհ կարող ենք տեսնել։ Օստերյանի փոխանցում այստեղ չստացվեց, Հակոբյանն է տիրում գնդակին, փոխանցում, բայց հեռացված է գնդակը։
Հայկո փախել է 10։ Իսկանդարյանն է գնդակով, կենտրոնում է լավ անցում հիմա Նարեկ Իսկանդարյանից, Իսկանդարյան սլանում է առաջ, թողնում է գնդակը Սարգսյանին և հարված ի վերջո չկա այս իրավիճակում Հիմա այստեղ ստանդարտ վաստակեց Ակուլյանը իր թիմի համար, նրա այդ պայքարում հայկանները խախտեցին Զանյանն է գնդակը վերցրել, տեսնենք հիմա հեռու է տարածություն այստեղ հարվածելու համար, բայց տեսնենք հիմա Մոզ Զանյանը շատ անգամներ տեսել ենք, որ հեռվից հարվածներ է կատարում, հիմա հարված, բայց չեղեր ի վերջո Մոզ Զանյանի հարվածը այստեղ Նորից խախտում Ակուլյանի հետ պայքարում Իսկանդարյան փոխանցում Զանյանի հարվածը չստացվեց, նորից Զանյանը հարված փակում են այս հարվածի ճանապարհը և Զանյանը ի վերջո խախտեց կանոնները Հարությունյանն է խլում գնդակը, Երևանն է անցել գրոյի, բայց բարձր էր ի վերջո Սպարտակ Հարությունյանի հարվածը այստեղ Իսկանդարյանն է շարժում առաջ, այնտեղ լավ նկատեց Հակոբյանին, կենտրոնում է Հակոբյանը փոխանցում, բայց մի փոքր անհաջող էր կարծես թե Արա Հակոբյանի փոխանցումը Տեսնում ենք մի փոքր այս րոպեների ընթացքում խաղի տեմպը ընկավ Արագ 2 գոլ հեղինակեց այս տակեսում Մոզ Զանյանը հենց առաջին րոպեին Դու ես Գործնի Օբրես դարձը միատ է Հանգիստ անցավ այստեղ իրենց կիսադաշտից Մարսել հրաշալի փոխանցում Ակուլյանից և Զանյանն է այստեղ շեղ հարվածում Ինչպիսի փոխանցում հիմա կատարեց այստեղ Վահագն Ակուլյանը ու պարզապես շքեղ էր Բայց այնտեղ Մոզ Զանյանը չկարողացավ հրաշալի եզրափակում տալ այս գրոյին Պրեսինգ է ենթարկել այստեղ Մոզ Զանյանը դարպասապային, բայց ստացվեց խլել գնդակը Երևանն է փորձում գրով կազմակերպել, Հակոբյան թողնում է գնդակը թիմակցին Բայց նորից արագ խլեց Մարսելը գնդակը Տեղել անաջող փոխանցում Դավթյանից
Մանուկյան խլեց գնդակը ամբարձում Մանուկյանը, Ակոպյանը գնդակը, Ակոպյան կենտրոնում է, Պարում է գնդակը այստեղ Վահագն Ակուլյանը, ստենք ի վերջո ինչ կանի Վահագն Ակուլյանը և եզրային է ի վերջո վաստակում այստեղ Ակուլյանը, հրաշալի է փոխանցում, Իսկանդարյանը խլեց գնդակը, թողնում է Ակուլյանին գնդակը, տեսնենք նորից Իսկանդարյան հարված կլինի, թե ոչ Ակուլյան, բայց վերջին պայն նրա ոտքին դիպչեց գնդակը և հեռացավ դաշտի սահմաններից Նորից խլեց Մարսելը շատ արագ գնդակը, Մանուկյան թողնում է Իսկանդարյանին գնդակը, Զանյան և վերցրեց ի վերջո Պիրոյանը գնդակը այստեղ խախտում Զանյանի կողմից Վահագն Ակուլյանը հրաշալի ացում և հարվածն է հիմա մեզ մնում հարված, բայց պակեցին հարվածը Զանյան և շեղը հիմա Զանյանի հարվածը ինչպիսի գրող կազմակերպեց նորից Մարսելը տեսնում ենք Երևանը անգամ չի կարողանում րոպեների կիսադաշտը իրենց անցնել հիմա ստացվում է Երևանի ֆուտբոլիստների մոտ նորից հաջորդ փոխանցում Մարսելն է անցել գրոյի, Ակոպյան, փոխանցում ոնց հիմա ոչ ոք չկարողացավ եզրափակել այս փոխանցումը փոքր ուշացավ այնտեղ Գևորգ Հայրոյանը Լեց գնդակը նորից այստեղ Մարսելը, Գևորգ Հայրոյան, հարված Պիրոյանն է նորից հրկում իր թիմին անկյունային կտեսնենք Երևանի դարպասին Արագ խարկեցին այստեղ ստանդարտը, Հայրոյան Հայրոյան պայց իր մոտ գնդակը Մարսելը Զանյան Եվ պետք է հարվածել ինչև է տեսնենք նորից Զանյանն է հարվածում, բայց պրկեց Պիրոյանը հիմա էլ պաշտպանն է պատում այս հարվածի ճանապարհը խառը իրավիճակ է հիմա Երևանի դարպասին, բայց կարողացավ ի վերջո Երևանը հեռացնել գնդակը Շատ արագ նորից վերադարձնում է գնդակը Մարսելը, Արեգ Իսկանդարյան Զանյանի հարվածը չստացվեց, փորձեց գեղեցիկ հնարքով գոլի հեղինակ դառնալ հիմա Զանյանը
Տվել Իսկանդարյանի հարվածից հետո իբշեց գնդակը Կարապետյանին և անկյունային նորից կտեսնենք Երևանի դարպասին 10 րոպե մնաց հանդիպման ավարտին 3-0 հաշվով այս պայն Մարսելը հաղթում է Երևանին Հարկեցին այս անկյունայինը Մարսելի տղաները և անհաջող էր իմ այս հարվածը համբարձում Մանուկյանի Մել Պիրոյանն է սխալվում, Հակոբյան, Իսկանդարյան և փոխանցում, բայց ուշացնում է հիմա փոխանցումը այստեղ Նարեկ Իսկանդարյանը ավելի շուտ էր պետք փոխանցել Զանյանին, բայց ի վերջո կարողացավ անկյունային կորզել այստեղ Նարեկ Իսկանդարյանը, փոխանցում Կարապետյանն է հեռացնում գնդակը նկատեց այստեղ Երևանի ֆուտբոլիստը թիմակցին անկյունային ի վերջո վաստակեց Երևանը Տուգանային հրապարակ հարված և գոլ կրճատում է ի վերջո հանդիպան հաշիվը Երևանը գոլ հեղինակ դարձավ Արեն Վխկրյանը Արեն Վխկրյան 3-1 մի փոքր կրճատեց Երևանը հանդիպան հաշիվը ի վերջո աղում չհաջողվեց գոլ հեղինակ դառնալ ստացվեց ստանդարտը արդյունքի հասնել ստանդարտից Նորից Երևանն է տեսնում ենք գրում, այս րոպեներին մի փոքր ակտիվացան Երևանի ֆուտբոլիստները և նորից անկյունային է կարծես թե վաստակել Երևանը Անցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը Շատ արագ հիմա գնդակը Մարսելը Զանյանի փոխանցումը այստեղ չստացվեց, բայց շատ արագ խլեց Մոս Զանյանը գնդակը, բայց չկարողացավ հիմա վահել գնդակը իր մոտ Շատարակ վերադարձեց հիմա Մարսելը գնդակը, Ակոբյան և Զանյանը նորից չկարողացավ ֆիքսել գնդակը այս դրվագում Տեսնում ենք դժվարությամբ է դուրս գալիս կիսադաշտից Երևանը նորից խնդիրների է բախվել այստեղ մի վերջո սխալ փոխանցում
Իսկանդարյան փոխանցում հեռացված է գնդակը։ Ասավ գնդակը Վղկելյանին աչեզնում են, բայց նրա դեմ պայքարում հիմա Գևորգ Հարոյանը հրաշալի գործեց։ Սխալվեց հիմա Երևանը այստեղ։ Նորեկ Իսկանդարյանն է անհաջող փոխանցում կատարում։ Շանսում կատարեց Ակուլյանը, բայց վերջին փոխանցումը չստացվեց Վահագն Ակուլյանի։ Հրաշալի հանդիպում անցկացրեց Ակուլյանը այսօր իր առաջին հանդիպումն է սա Մարսելի կազմում։ Մեկ գոլային գործողության մասնակցեց այս խաղում դեռ, բայց մի քանի րոպե կա այս պահին խաղի ավարտին։ Մարսելն է նորից անցել գրոյի, Իսկանդարյան փոխանցում Մանուկյանին հարվածը չստացվեց, բայց Ակուլյանի մոտ է հիմա գնդակը, Ակուլյան մտնում է Տուգանային հրապարակ, հարվածի վերջո գոլ հեղինակ է դառնում այս խաղում Վահագն Ակուլյանը 4-1։ Վահագն Ակուլյան 4-1 նորից 3 գոլի առավելություն է ստանում այս խաղում։ Մարսելը 1 գոլ 1 ասիստ այս խաղում այս պահին Վահագն Ակուլյանի կողմից։ Շատ լավ մեկնարկ է տվել Ակուլյանը նոր թիմում։ Երկար փոխանցում Կարապետյանն է հեռացնում գնդակը։ Բայց գնդակը իր մոտ Երևանի ֆուտբոլիստը կարող է հիմա լավ հակակրող լինել, Հարությունյան Հակոբյանի հետ խաղարկեց, բայց չպայեց ի վերջո գնդակը Հակոբյանը այստեղ։ Իսկանդարյանի անցումը չստացվեց։ Սունյան արված Հայրոյանն է փրկում իր թիմին և անկյունային կլինի Մարսելի դարպասին։ Տեսնում ենք, որ շարունակվում է
մեզ մոտ Հորդառատ Անձրևը Վերջին գրոներից մեկը կարող է լինել այս խաղի Մարսելն էր անցել գրոյին Իսկանդարյան Զախեզրում են Արեկ Իսկանդարյան տեսնենք ինչ կմտածի լավ փոխանցում Մանուկյանին Մանուկյան հրաշալի անցում ամբարձում Մանուկյան Զանյանին տողեց գնդակը հարվածը փակեցին Զանյանի այստեղ էլ Արուսունյանն է խլում գնդակը եւ նետվում հակագրոյի Երևանը փոխանցում թիմակցին, բայց շտապեց հիմա Երևանի խաղացողը եւ վեր սիրելի բարեկամներ հանդիպումը ավարտված է 4-1 հաշվով։ Հաղթում է ի վերջո Մարսելը այս խաղում Երևանի եւ առաջին միավորն է վաստակում այս մրցաշարում։ Հետաքրքիր հանդիպում ստացվեց, այս խաղի համար այսքանն էինք պատրաստել, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։